Նոյան Տապանի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը զրուցելու ենք տեսակապով։ Պարոն Սաքունց, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր աշխարհը տոնում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ գիտեք, որ տարբեր երկրներում միջոցառումներ են անցկացվում, այդ թվում Մոսկվայում եւ Հայաստանի վարչապետը, ինչպես տեսանք, ընդունեց հրավերը, նա գտնվում է Մոսկվայում մասնակցելու հաղթանակի շքերթին, օրվա հետ կապված նա ուղերձ է հղել, որում մասնավորապես ամենակարևոր հատվածը հետեւյալն է՝ ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս ամենի ֆոնին շատ քննարկվեց վարչապետի այդ Մոսկվա գնալ չգնալու հարցը, կխնդրեմ ձեր դիտարկումները այս մասով եւ նաեւ այս վստահ պնդումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու։ Սա արդյոք նշանակում է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, գործընկերային ռեսուրս, որպեսզի այդ պատերազմը թույլ չտա, որովհետեւ վարչապետի պնդումից տպավորություն է, որ մեզանից է կախված պատերազմ թույլ տալ չտալը Ադրբեջանի հետ։ Տեսեք, նախ որ աշխարհը տոնում է ֆաշիզմի դեմ հաղթանակը, մի քիչ այդ ձևակերպումը թե տոնում է, երևի թե կարող եմ ամրագրել, որ այսպես կոչված տոն, որպես տոն, այս օրը միակ միջոցառումը դա Մոսկվայում է։ Մնացած պետություններում դա ավելի շատ հիշողության մասին է, վերահիշելու եւ նաեւ վերաիմաստավորելու, թե ինչու եղավ այն, ինչ որ եղավ։ Նկատի ունեմ, թե ինչպես եղավ, որ ֆաշիզմը եկավ իշխանության Գերմանիայում, եւ ինչպես եղավ, որ ֆաշիզմը, նացիստական ռեժիմը հրահրեց եւ այդ ագրեսիան եւ պատերազմը ամբողջ աշխարհի դեմ, եւ ինչպես հաջողվեց ֆաշիզմը կանգնեցնել, հա։ Այսինքն այն զոհերը, որոնք պետությունները տվեցին ֆաշիզմին հաղթահարելու համար, կասեցնելու համար, այդ զոհերի հիշատակի նաեւ օր է ընկալվում։ Կրեմլում ավանդաբար դա նշում են որպես քաղաքական նշանակություն ունեցող եւ ռեժիմները, թե խորհրդային միության ժամանակ եւ թե հետխորհրդային Ռուսաստանում, դրանք ավելի շատ քաղաքական կառավարող ռեժիմի կողմից որպես քարոզչական միջոց է օգտագործվում։ Առավել զարմանալի չասեմ, այլ ուղղակի անպատկերացնելի է, որ Ռուսաստանի Դաշնությունում ներկա Պուտինյան ռեժիմը իր էությամբ համապատասխանում է ֆաշիզմի բոլոր այդ 14 չափանիշներին եւ ինքն է տոնում կամ այդ տոնակատարությունը ֆաշիզմի դեմ հաղթանակի, հա, ձևակերպմամբ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ իրապես բոլորին տարբեր բովանդակություն ունի ֆաշիզմի, գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը ժողովրդավարական տարբեր պետություններ եւ նաեւ ներկա Ռուսաստանի Դաշնությունում, հանձինս Պուտինյան ռեժիմի։ Ավելին, եկեք, եթե սա մի օրինակ է, որ ինչ հետևանք է ունենում, երբ որ դու իրապես չես առերեսվում իրական պատմությանը, այն ինչ որ եղել է, որովհետեւ ինչի հետևանքով եղավ նաեւ այդ երկրորդ համաշխարհային պատերազմը եւ ինչ թաքցվում են զոհերը, թաքցվում են զոհերի քանակը, այն որովհետեւ սովետական միությունը, որը չուներ այդ համապատասխան ռեսուրսները դիմագրավելու տեխնոլոգիապես, հա, ավելի հզոր
նացիստական Գերմանիային, դիմագրավում էր սկզբի ժամանակ միայն մարդկային ռեսուրսներով, չնայած միլիոններով մարդիկ հանձնվում էին, ինչու էին հանձնվում գերի, որովհետև այդ ռեժիմը մինչև 41 թվականը ինքը տոտալ տերորիզմ էր, ահաբեկչություն էր, հա, այդ քաղաքական հակառակորդների ոչնչացումն էր, գնդակահարություն էր, ստալինյան ռեպրեսիաները նախորդել էին այդ համաշխարհային պատերազմին եւ դրան նախորդել էր նաև Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը, եթե հիշում եք, եւ ըստ էության կենտրոնական Եվրոպայում կամ արևելյան Եվրոպայի տարածքները բաժանեցին երկու մասի՝ արևմտյան Ուկրաինան, Բելարուսիան, զավթեցին 1940 թվականին խորհրդային ռեժիմը զավթեց Մերձբալթյան հանրապետությունները, ուղղակի օկուպացրեց։ Դրան նախորդեց ռուս, ուրեմն Ֆինլանդիայի դեմ հարձակումը եւ որոշ տարածքի բռնակցում, այսինքն ռեժիմը ինքը իր էությամբ նույնպես բռնապետական էր, ինչպես նացիստական ռեժիմը, բայց սրանով հանդերձ հաշվի առնելով այդ վտանգը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, պետություններ, որոնք որոշեցին եւ դիմագրավելու նացիզմը, հսկայածավալ օգնություն տրամադրեցին խորհրդային միությանը դիմագրավելու եւ այս դրա մասին է արևմտյան օգնության ծավալների մասին, նշանակության մասին դուք չեք տեսնի ռուսական պատմության մեջ, անգամ նույնիսկ մեր հայաստանյան պատմության մեջ այս համաշխարհային պատերազմի այս դրվագները պատշաճ ներկայացված չեն եւ կարծես թե մեր հանրային մտածելակերպը շարունակում է մնալ խորհրդային պատմագիտության, հա, շրջանակներում։ Եթե այդպես չլիներ, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը նման ուղերձ կուղղեր։ Չնայած ուղերձում նշվում է, որ արևմտյան պետությունների նաև ուրեմն եւ նաև արևմտյան պետություններում պարտիզանական ջոկատներում են հայերը մասնակցել, բայց իմ մայիսի 9-ի այդ տոնակատարությունը ընդհանրապես չէր կարող լինել, որովհետև այն ահռելի մարդկային զոհերը, որ տրվել են, դրանք չէին արդարացված չեն, որովհետև դուք նայեք 47 միլիոնի մասին է խոսքը։ 47 միլիոնի մասին եւ իրապես ռուս պատմաբաններից մեկի խոսքով ֆաշիստական տանկերի առաջխաղացումը հնարավոր եղավ ուրեմն կանգնեցնել մարդկանց դիակներով, այսինքն անանցանելի վիճակ ստեղծելով, սա պատկերավոր արտահայտություն է, ոչ թե սպառազինությամբ, ոչ թե զենքով, այլ մարդկանց դիակներով, եւ այդ ժամանակ իհարկե դա առաջին հատկապես 3 տարիների ընթացքում էր, որից հետո արդեն երբ որ Արևմուտքը սկսեց օգնել, արդեն սպառազինություն հասկացողությունը եղավ։ Գիտեք, նույնիսկ տարական մի հատ օրինակ ասեմ, որ պարզ լինի, այդ սովետական Վիլիս հասկացողությունը դա ամերիկյան տեխնիկայի հենց օգնությունն է եղել։ Դրա վրա է պատճենահանվել արդեն այդ սովետական այդ տրանսպորտի մեքենաները։ Նույնիսկ տարական բաներ կան, հա, որոնց վերաբերյալ օբյեկտիվ պատմություն չի ներկայացվում։ Այնպես որ հաղթանակ ասելը իրապես Կրեմլի կոնտեքստում մի քիչ եւ չափազանցված է, որովհետեւ հենց նույն Պուտինը ասում է սովետական միության փլուզումը աշխարհաքաղաքական ողբերգություն էր։ Ի վերջո, երբ որ խորհրդային միության փլուզումից նաև դրան նախորդեց, հա, Բերլինյան պատի վերացումը, վերջնաշով մենք ունեինք հնարավորություն համատելու Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության այն ժամանակվա եւ Գերմանիայի այսպես կոչված ժողովրդավարական հանրապետության, չէ՞, որ 40 տարվա ընթացքում Գերմանիան պատերազմից, արևմտյան Գերմանիան պատերազմի այդ ավերակներից կարողացավ դառնալ զարգացած ժողովրդավարական տնտեսության երկիր, որը չես ասի արևելյան Գերմանիայի մասին, որը գտնվում էր խորհրդային ռեժիմի հսկողության ներքո։ Սրանք հարցեր են, որոնք իմ համոզմամբ մենք
պետք է անպայման օբյեկտիվորեն համակողմանի ուսումնասիրել ներկայացնել հանրությանը, որպեսզի հանրությունը եզրակացություն կազմի եւ վերաբերմունքը ըստ դրա ձևավորվի, ոչ թե շարունակենք մնանք խորհրդային պատմագիտության ուրեմն շրջանակներում։ Մյուս կողմից դա մեզ համար շատ կարեւոր է նաեւ դասեր քաղելու տեսակետից։ Մեր արդեն հետ խորհրդային, անկախության ժամանակահատվածում հայ-ադրբեջանական կոնտեքստում։ Եվ այս առումով ես մի փոքր տարակուսած եմ, թե ինչի հիման վրա է Նիկոլ Փաշինյանի վստահությունը, որ խաղաղությունը լինելու է, որովհետև խաղաղություն ասածը ոչ թե ցանկություն է միայն, այլ նաև որ դու ուզում ես, եւ ոչ մեկը չի ուզում պատերազմ, բայց դա կախված է երկու կողմի ցանկություններից։ Այն, որ Ադրբեջանի ռեժիմը շարունակում է մնալ հայատյացության դիրքերում եւ ամբողջ պաշտոնական քաղաքականությունը հիմնված է ըստ էթնիկ հայերի, ատելության հիման վրա, դրա ցայտուն վկայությունը Բաքվի դատավարությունն է, որտեղ տեղի է ունենում հրապարակային պատժիչ գործողություն եւ մարդկանց դատում են զուտ այն բանի համար, որ իրենք էթնիկ հայ են։ Էլ չեմ խոսում արդեն ռազմագերիների մասին, որոնք այդպես էլ չվերադարձվեցին, չնայած պայմանավորվածություն։ Այսինքն Ալիևի ռեժիմը չի տալիս եւ չի տվել որևէ հիմք վստահ լինելու, որ ինքը հակված է խաղաղության եւ այս գործընթացը, բանակցությունների գործընթացը չի օգտագործելու որպես միջոց Հայաստանի նկատմամբ ճնշումները մեծացնելու։ Այսինքն հիմա մենք միջև որ տեղն ենք գնալու ճնշումներին, ենթարկվելու ճանապարհը որպես խաղաղության գրավական, դա ես կարծում եմ ի սկզբանե արդեն դատապարտված է, որովհետև արդեն եթե պահանջում են սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, չգիտեմ, միջազգային այն կառույցը, որը բացարձակապես նկատի ունեմ ԵԱՊ Մինսկի խումբը եւ նախագահությունը, որը բացարձակապես միայն պետք է ստեղծվել է միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով եւ ըստ էության Ալիևի ռեժիմը ուժային մեթոդով խախտելով Հելսինկյան բոլոր սկզբունքները, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, ասում են, որ ինչ խաղաղ կարգավորում, ես ուժով լուծեցի հակամարտությունը եւ բռնի էթնիկ զտման ենթարկեցի։ Այսինքն այս պարագայում ինձ համար բոլորովին անհասկանալի է, թե չասեմ հիմնավոր չեմ համարում նման ուրեմն պնդումը, որ խաղաղություն է լինելու։ Այլ բան է, որ խաղաղության համար դու պետք է իրապես ռեսուրսներ կուտակես դիմագրավելու համար Ալիևյան ռեժիմի հետագա եւ հնարավոր եւ իրական սպառնալիքները, որովհետեւ հենց հանդիսանում է առնվազն 250 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումը, շարունակական օկուպացումը։ Այսինքն այստեղ խաղաղության պետք է երևի ազնիվ լինել ասել, որ մենք չենք տրվելու որևէ պրովոկացիայի, որ պատերազմական գործողությունները չվերսկսվեն, բայց այդ դեպքում ուրեմն մենք ինչ ենք անելու պրովոկացիաների, սադրանքների, շարունակականության դեպքում շարունակելու ենք չարձագանքել կամ վիճարկել, թե ինչ որ ձևով պետք է նաև հակադարձել, ես չեմ ասում, որ բան անել, բայց հակադարձել, ցույց տալ, որ եթե փորձեն հերթական անգամ սադրանք, ապա բավական ցավոտ կլինի ուրեմն պատասխանը։ Սա նշանակում է նաև միջազգային ատյաններում դու պետք է բավական շատ լուրջ հետևողական դիվանագիտական աշխատանք կատարես։ Այսինքն հիմա եթե մենք հայտարարում ենք, որ ժողովրդավարական որպես պետություն ենք, եւ դա է մեր ուղին, եւ դրա վերաբերյալ ամրագրումներ անում ենք Եվրամիության անդամության գործընթացի մասին օրենքը ընդունումը, չգիտեմ, միջազգային այլ կառույցների հետ իրապես համագործակցություն, բայց կներեք այդ դեպքում մի հատ հարց, ինչ ենք անում Կրեմլում։
Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հենց դա էր, պարոն Սաքունց, Մոսկվա այցը մենք ինչ համատեքստում դիտարկենք, արդյոք սա կարելի է համարել հնարավոր ռիսկերի կառավարման համատեքստում, այսինքն Փաշինյանը գնացել է, որպեսզի այդ հնարավոր ռիսկերը կառավարի, թե Ռուսաստանից եկող, թե Ադրբեջանից եկող, թե այնուամենայնիվ գնացել է, որպեսզի նաև Ռուսաստանի աջակցությունը ունենա կամ ստանա, որպեսզի Բաքվին, Ալիևյան ռեժիմին հակեն դեպի խաղաղություն այդ համաձայնագրի ստորագրում։ Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել մի փաստի վերաբերյալ, որի անմիջական պատասխանատուն հենց վարչապետն ինքն է որոշել եւ ինքը պետք է հիմնավորի, թե ինչու։ Մենք չենք լսել հրապարակային որևէ բացատրություն, որևէ հիմնավորում, թե ինչով է պայմանավորված Կրեմլի այդ այսպես կոչված աշխատանքային այցը եւ մասնակցել այդ բռնապետական, պատկերացնում եք Լուկաշենկո Չինաստանի այդ դիկտատոր եւ չգիտեմ մի քանի այդ ակումբում ինչ ես անում դու էլի օրինակի համար զուտ են հարցերի տեսակետից որ
նույնս վերադառնամ Եվրոմիության անդամության գործընթացի մասին օրենք ընդունած պետությունը ինչքանով է հաշվի առնում, որ Եվրոմիությունը շարունակում է պատժամիջոցներ կիրառել այն ռեժիմի դեմ, իր Ուկրաինայի դեմ ագրեսիայի հիմք պատճառով եւ դու ինչու ես դրանց բացատրելու քո այցը կամ մասնակցություն այդ տոնակատարությանը, այսինքն ինչքանով է տրամաբանական այս երկու գործընթացների համատեղումը ռիսկերի կառավարման տեսակետից անպայման չի լինել, ռիսկերի կառավարումը պետք չի լինել Կրեմլում հենց այնտեղ եւ քո ֆիզիկական մասնակցություն ունենալ, որտեղ բովանդակային տեսակետից այնտեղ մասնակցելու որևիցե բան չկա, այդտեղ թվաքանակ է, հասկանում եք, Պուտինը թվաքանակ է հավաքում, ցույց տալու, որ ինքը իզգոյ չի, ինքը մեկուսացված չէ, չնայած ինքը արդեն իսկ մեկուսացված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Անկամ Ալիևի կողմից փաստորեն մենք պատկերացնում եք։ Դե Ալիևը ինքը ոչ թե Ալիևն է գնում, այլ զորախումբն է ուղարկում, որպեսզի շքերթով անցնեն Կարմիր հրապարակով։ Այսինքն Ալիևը ցույց է տալիս ընդամենը իր ռազմական ուժի, փաստը մասնակցելով այդ միջոցառման, այսինքն ինքը այն շքերթը, որ կարող էր անել Բաքվում, ցույց է տալիս, որ շքերթը կարող է նաև, այսինքն մասնակցել իր հանձինը զինված ուժերի իր հիմնական փաստարկներ ներկայացնում։ Գիտեք, մի բան է Հնդկաստան, մի բան է Չինաստան, որոնք հզոր պետություններ են։ Եվ այնտեղ կարող են որոշակի հարցերում նույնիսկ Պուտինից ինչ-որ հարցեր, կամ ռեսուրսներ կորցրել, որտեղ Ռուսաստանը հիմա պատրաստ է ամեն ինչ տա, միայն թե բանը իրեն ինչպես ասեցի, զգոյ չզգա, բայց Հայաստանը ինչ ունի տալու, որպեսզի կամ բանանի, որ իզգոյ չզգա, ընդհակառակը ինքը Հայաստանի պարագայում ընդամենը գլխաքանակի մասին է, եւ ասել, որ Մոսկվա կամ Կրեմլ գնալով էներգետիկ կախվածության խնդիր լուծվելու կամ Կրեմլի կողմից Հայաստանում ներքաղաքական իրադարձություններում իր պրոքսիների միջոցով ապակայունացնող գործընթացը դադարելու է, ոչ, այն ինչ որ մենք տեսնում ենք, թե ինչ է անում այդ ռեժիմը Ուկրաինայում, նաև հենց Ռուսաստանում օրերս չէ տարածվեց տեսանյութ, թե այդ նացիոնալիստական, այդ ծայրահեղական խմբավորումները ինչպես են իրենց դրսևորում, ինչպես է նաև պաշտոնական, իրանց իրավապահ մարմինները ինչպես են միգրանտների նկատմամբ վերաբերվում, չէ, վերջին հաշվով։ Այսինքն այդ ռեժիմը եւ Հայաստանի պաշտոնական այդ ձգտումները ժողովրդավարության եւ Եվրոմիության հետ բովանդակությամբ անհամատեղելի են։ Այդտեղ Չինաստանը կարող է որոշակի ընդհանրություն ունենալ, չնայած ինքը նաև իր տնտեսական եւ քաղաքական շահերն է հետապնդում, բայց Հայաստանը Կրեմլում որևէ քաղաքական շահ չի կարող հետապնդել եւ այնպիսի չկա որից այդպիսի քաղաքական շահ, որի համար արժեր գնալ այնտեղ եւ ավելի շատ կորցնել, քան թե դու ձեռք ես բերում, որտեղ դու կարող ես գտնվել Երևանում եւ այդ նույն ռիսկերի կառավարման խնդիրը Երևանում գտնվելով լուծել, եթե կա հնարավորություն, պետք չէ գնալ ռուսական ցարի մոտ եւ չգիտեմ նստել նրանց կողքին կամ կանգնել, այո, մենք արդեն կադրերը տեսել ենք, թե ինչ կադրեր են տարածվել համացանցում, պարոն Սաքունց, ամեն դեպքում ես ուզում եմ հարցնել հետեւյալը, խորհրդարանական երկրում, երբ խորհրդարանի ղեկավարը հայտարարում է, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է տանում Հայաստանի դեմ, երկրորդ նախագահն էլ սպասարկում է, ըստ էության Ալեն Սիմոնյանն ասում է իր անձնական կարծիքով ռուսական շպիոն է, այդ բառը իհարկե շատ կոպիտ է հնչում, բայց հիմա նորմալ ժողովրդավարական երկրում այս մակարդակով, այս բովանդակությամբ արված հայտարարությունները ինչ գործողություններ պետք է ենթադրեին։ Եվ եթե մենք չենք տեսնում, մենք ինչ եզրահանգումներ անենք։ Պատասխանատու, հաշվետու իշխանությունը ժողովրդավարական պետություններում պետք է խոսույթները հիմնված լինեն փաստերի վրա։ Այդ փաստերը արձանագրող իրավապահ մարմիններ են նման տիպի գնահատականների պարագայում եւ դատարանն։
Այսինքն եթե չկա որևէ մի փաստ, չկա գետ մի փաստ ամբողջ 30 տարվա ընթացքում, նաև 2018 թվականից մինչ օրս Հայաստանում ռուսական որևէ լրտեսի գործունեությունը արձանագրելու, չգիտեմ, անթույլատրելի համարելու եւ այլն վերաբերյալ չկա, չունենք քրեական գործ, ու ընդհանրենք ասենք թե ինչ որ մեկը Պողոսովը կամ չգիտեմ Իվան Իվանովը լրտեսական գործողություն է իրականացրել Հայաստանում ընդդեմ Հայաստանի անվտանգության կամ տվյալների հավաքագրել տեղեկություն եւ այլն, եւ դա քրեական պատասխանատվություն է ենթարկում։ Կամ չկա այնպիսի դատական ակտ, որ ասենք թե կամ որոշում, որ ենթադրենք որևէ քաղաքական ուժ կամ գործիչներ դրանք որակվեն որպես ահաբեկչական, ինչպես ասենք այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը Գերմանիայում որակվեց որպես ահաբեկչական, ծայրահեղական, կամ Ֆրանսիայում Մարի Լիպենին արգելվեց ընդհանրապես ընտրություններին մասնակցել եւ իր կուսակցությունն էլ բավական լուրջ խնդիրներ ունի։ Հայաստան չկա, եւ որ չկա նման խոսույթներ ուղղակի անհասկանալի է, երբ որ շարունակաբար քաղաքական ուրեմն բանավեճի ընթացքում օգտագործում են արգումենտներ, որոնք հիմնված չեն, նորից կրկնեմ, փաստերի վրա։ Դա ընդամենը որակումներ եւ այս պարագայում ուղղակի նույնպես շատ տեղին է հիշատակում, երբ որ պետության ըստ էության Պարլամենտի ղեկավարը նման խոսույթ է օգտագործում, բայց դեպքում դու ինչ ես անում Կրեմլում։ Այդ շպիոններին ղեկավար պետության, այդ ռեժիմի մոտ ինչ ես անում։ Գնացես ասես թե ձեր շպիոններին հավաքեք տարեք, թե ինչ։ Ամփոփելով պարոն Սաքունց, օրվա կապակցությամբ այս ներկա նախկիներ այդ արճակատումների ֆոնին ակտիվ են, ինչպես տեսնում եք, երկրորդ եւ երրորդ նախագահները, նրանք ուղերձներ են հղել։ Ռոբերտ Քոչարյանը ասում է մենք դեռ կարող ենք հզոր Հայաստան կառուցել միասին, իսկ Սերժ Սարգսյանը իր ուղերձում հիշատակել է ժամանակին մեր կողմից նշվող այսօրը եռատոնը, Շուշիի ազատագրման օրը եւ նշել է, որ կորուստները անվերադարձ չեն, ոչինչ անվերադարձ կորսված չէ, այսինքն դեռ հնարավոր է վերադարձնել այն, ինչ մենք կորցրեցինք։ Ինչ կարճ դիտարկումներ կանեք այս երկու նախագահների այս ուղերձների հետ կապված։ Իհարկե հերթական քարոզչական խոսույթներն են դաշտում մնալու, երևալու, բայց լուրջ ընդունել այդ մարդկանց նման ուղերձները եւ այնպիսի մարդկանց, որոնց նախագահության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից միջազգային տարբեր գնահատումներ 10 միլիարդ դոլար դուրս է բերվել համակարգային կոռուպցիայի հետևանքով երկրի պաշտպանունակությունը թուլացվել է զինված ուժերը, որի մասին խոսում էին, հիշում եք Հարավային Կովկասի ամենաուժեղ բանակը եւ այլն, իսկ այդ բանակում կոռուպցիան ուղղակի վխտում էր եւ ամբողջ անվտանգության կոնցեպցիան հիմնված էր Պուտինի հետ քիմիական կապով լուրջ ընդունել այդ նման ուրեմն մարդկանց ուղղակի անիմաստ է։ Այնպես որ դրանք ավելի շատ հանդիսանում են 2026 թվականի պարլամենտական ընտրությունների տրամաբանության տեսակետից որպես մրցապայքար, բայց ոչ թե ամեն դեպքում այդ մրցապայքարում իրենք հնարավորություն ունեն, արդյոք նրանք իսկապես մտածում են, որ հանրությունը գնահատական չի տալու իրենց բարակ քաղաքականությանը։ Նրանց ամբողջ հույսը, հաշվի առնելով Կրեմլի այդ հիբրիդային պատերազմի այդ գործիքակազմի կիրառումը, պայքար է գնում նրանց միջև, թե ով կլինի Կրեմլի կողմից վստահված այն անձը, որին Կրեմլը կաչակցի գա Հայաստանում իշխանության։ Այս կոնտեքստում անպատկերացնելի է, որ Նիկոլ Փաշինյանը որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչ նման այցով ստեղծում է այն տպավորությունը, որ ինքն էլ այդ մրցապայքարի մեջ հասկանում եք ոնց, այսինքն նրանք պայքարում են Երևանում գտնվելով, ինքն էլ գնում է Մոսկվա այդ մրցապայքարում, ասի չէ, գիտեք,
Ես ավելի վստահելի եմ։ Սա հենց այդ պատկերացումն է, որը կարող էր չստեղծվել, եթե ինքը չլիներ։ Իսկ նրանց հույսը նորից եմ կրկնում, այո, ապակայունացնելն է, եւ այդ ապակայունացված վիճակում որպես վստահ իսկու միջոցով, Կրեմլի միջոցով, եւ այդ ապակայունացված վիճակի արդյունքում որպես կայունացնող գործոն եւ վստահելի սուբյեկտ Կրեմլի տեսակետից հանդես գալու եւ ապնդվելու նպատակն է հետապնդում։ Ընդհանրապես Շնորհակալ եմ պարոն Սաքունց, մեծ դիտողներին հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։